Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է, իսկ թեման այսօր տնտեսություն, տնտեսագիտություն։ Ըստ այդմ տաղավարում իմ հյուրն է Ամերիա խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Բարև ձեզ, պարոն Ջրբաշյան։ Բարև ձեզ, պարոն Կրճան։ Գործերը լավ են։ Շատ։ Դե լավ է, որ շատ են։ Բա, դա լավ է, իհարկե։ Վերջերս ես բնականաբար հետևում եմ նաև ձեր սոցիալական հարթակներում ձեզ ու շատ հետաքրքիր նախաձեռնություն առաջ քաշեցիք, մի քանի նախաձեռնություն, որոնցից մեկը կոնկրետ վերաբերում էր հայկական ապրանքների, եթե այսպես կարելի ասել, բրենդավորմանը, կոնկրետ այս պարագայում օրինակը բերենք Ծիրանի։ Միգուցե դու գաղափարը մի փոքր բացենք ու բացատրենք, թե ինչ նկատի ունեիք։ Եկեք սկսենք ոչ թե բրենդավորումից։ Մենք մոտավորապես արդեն մոտ 3 տարի աշխատել ենք Հայաստանի արտահանման ռազմավարության մշակման համար, որը ընդունվեց համարյա 1 տարի առաջ, որի հիմնական գաղափարն էր դիվերսիֆիկացիան շուկաների։ Եվ սա շատ կարևոր է անցալել, որ ինքը ոչ միայն արձագանք է այն բոլոր զարգացումների, որոնք մենք այսօր ունենք, կապված այն սահմանափակումների հետ, որոնք կան, այլ ինքը շատ ավելի խորքային խնդիր է եւ անկախ այդ զարգացումներից երկիրը ունի մի քանի մարտահրավերներ արտահանման ոլորտում, մասնավորապես դա կենտրոնացվածությունն է թե շուկաների տեսակետից, թե ապրանքների տեսակետից եւ ինչը շատ ավելի կարեւոր է, դա ապրանքների, արտահանվող ապրանքների ավելացված արժեքի ստեղծման տեսակետից։ Եվ այստեղ տարբեր մեթոդներ կան հասցեագրելու այդ ավելացված արժեքի ավելացումը։ Դրա տրամաբանությունը հիմնականում նրանումն է, որ երբ որ դու հանդիսանում ես landlocked երկիր, որը չունի ելք դեպի ծով, քո ապրանքների մրցունակությունը շատ բանով պայմանավորվում է քո լոգիստիկ եւ տրանսպորտային ծախսերի անհամաչափ մեծությամբ, քո նկատմամբ եւ քո մրցակիցների նկատմամբ։ Եվ համապատասխանաբար, ինչքան ավելի մեծ է ավելացված արժեքը քո ապրանքների, այնքան ավելի քիչ ազդեցություն է ունենում այդ տրանսպորտային լոգիստիկ մասը ինքնարժեքի մեջ։ Եվ հասնելու համար նմանատիպ պարամետրների տարբեր մեթոդներ կան ավելացված արժեքի ավելացմանը արտահանվող ապրանքների, որոշ դեպքերում դա վերաբերվում են ժամանակակից տեխնոլոգիաներին, ժամանակակից մոդելներին կիրառման, ապրանքների ավելի երկար վերամշակման, բաներին շղթային երկրում։ Շատ կարևոր է նաև այն դեպքերում այն ինտելեկտուալ արժեքը, որը դու արտահանում ես ապրանքի հետ, որը շատ հաճախ արտահայտվում է յուրահատուկ եւ ճիշտ բրենդավորմանը, ճիշտ շուկայում դիրքավորվելուն, ճիշտ սեփական դիրքը գրավելու տրամաբանության մեջ եւ ձեր ասած օրինակը, որը ես ներկայացրեցի, դա զուտ օրինակ էր նրա մասին, թե մենք այս արձագանքելով այս մարտահրավերին, որը իմ կարծիքով լինելով լուրջ մարտահրավեր մեր տնտեսության համար, լրջագույն հնարավորություն է մեզ վերաիմաստավորել։ Մենք ընդհանրապես ինչ ենք արտահանում եւ ինչպիսի արտահանման կառուցվածք ենք ուզում։ Եվ որպես օրինակ ես վերեցի ամենավառ օրինակը, դա հայկական Ծիրանն է, որը իմ խորին համոզմամբ մենք երկար տարիներ ունենալով շատ հասանելի եւ շատ մեծ շուկա, մենք չենք մտահոգվել նրա ճիշտ դիրքավորման, ճիշտ բրենդավորման, ճիշտ ավելացված արժեքի ստեղծման համար եւ ասեմ սա որ միայն այս ապրանքը չի։ Մեծ մասը ապրանքների, կլինի դա ծաղիկը, կլինի դա խաղողը, մենք մեծ մասամբ օգտվել ենք այսպես կոչված low hanging fruit ֆենոմենից, ինչը նշանակում է, որ մենք ունեցել ենք շատ հասանելի եւ պարզ շուկա, որտեղ մենք չենք էլ մտահոգվել ավելացված արժեք։ Ոչ պահանջգոտ նաև շուկա, ինչ որ պահանջգոտ այլ տեսակետից, պահանջգոտ որոշակի հմտությունների մասով։ Պետք էր լավ հմտություններ ունենալ այդ շուկա ներթափանցելու համար, հասկանալ ում եւ ինչքան պետք էր կաշառք տալ սահմանին, ում եւ ինչպես պետք էր գործարքի մեջ մտնել
Ռուսաստանի շուկաներում, մեծածախ շուկաներում, այդ հմտությունները մենք բավական լավ զարգացրել էինք եւ հիմնական մրցանակությունը ոչ թե գնում էր նրա մեջ ինչպիսի որակյալ եւ ինչպիսի լավ դիրքավորված ապրանք վաճառել, այլ մրցակցությունը գնում էր ինչքան լավ մենք կարողանանք պայմանավոր հարցերը լուծել։ Հետապես, երբ որ դու հասկանում ես, որ դիվերսիֆիկացիայի համար դու այդ հմտությունները չնայած նույնպես կարևոր են, բայց լրիվ այլ հմտություններ են պետք, այստեղ գալիս է հնարավորություն մի հատ նայել։ Ես կարծում եմ, որ կանցնեն տարիներ եւ մենք դեռ բավական լուրջ շնորհակալություն կհայտնենք Ռուսաստանին նմանատիպ հնարավորություն ստեղծելու, որտեղ ցավոք սրտի մեր բիզնեսը լինելով բավական ռացիոնալ որոշումների պայմաններում եւ պրագմատիկ եւ ունենալով բավական կարճ պլանավորման հորիզոն, որը նույնպես ռացիոնալ որոշում է այնպիսի փոփոխվող աշխարհում, ինչպեսին մենք ենք ապրում, ինքը ինքնուրույն նմանատիպ լուծումների չէր պատրաստ գալ։ Ես այս գաղափարի մասին օրինակ նույն Ծիրանի կամ ծաղիկների մասին խոսում եմ արդեն 15-20 տարի եւ հասկանում եմ, որ ձայն անապատում ոչ ոքի դա չէր հետաքրքրում, որտեղ կար հասանելի պարզ մոդել շուկա, որտեղ մենք աշխատում էինք։ Հիմա հետաքրքրություն կա, իմ հիմնական մտավախությունը, որ մենք պետք է հասկանանք, որ հաջողության կհասնեն այդ շուկայում նրանք, ովքեր ոչ թե նույն մոդելը կփորձեն կիրառել այս նոր շուկաներում, այլ կսկսեն լուրջ մտածել նրա մասին, թե ինչ պետք է փոխվի բիզնես մոդելի մեջ։ Եվ այստեղ էր գալիս չափորոշիչներից սկսած, վերջացրած մնացած բոլոր հարցերով։ Այո, եւ չափորոշիչներից սկսած եւ մնացած բոլոր հարցերից եւ Ծիրանը որպես շատ վառ օրինակ, ես որ միշտ հանդիպում էի Համաշխարհային բանկի, Միացյալ Նահանգների, Ասիական զարգացման բանկի փորձագետներին, իմ ամենասիրած խոսակցությունը արդեն հանդիպումներից հետո սեղանի շուրջ, երբ որ սեղանին բերվում էր միրգը, ես հարցնում էի, գիտեք ինչ է սա լատինական անվանումը։ Իրանք շատ զարմանում էին, երբ որ իմանում էին, որ ինքը իրականում անվանումը լատիներեն կապ ունի մեր Հայաստան բառի հետ, որտեղ ասում էին շատ քիչ կան ապրանքներ, որոնք այդքան ուղակի նշում են իրանց ծննդավայրը, ինչպիսին Ծիրանն է, եւ զարմանում էին, որ ոչ ոք այսօր Ծիրանի արտահանման, բրենդավորման, Ծիրանի դիրքավորման մեջ չի օգտագործում այդ գաղափարը, որ մենք մայր օրանն ենք Ծիրանի եւ մենք վաճառում ենք ոչ թե Ծիրան, այլ մենք վաճառում ենք Ծիրան այնտեղից, որտեղից ինքը ծնունդ աշխարհ դուրս եկել։ Եվ շատ զարմանալի էր իրանց համար, ինձ համար շատ պարզ էր ինչի մենք դա չենք անում, որովհետև դրա պահանջը չունեինք, որովհետև դա անելու համար պետք է փող ներդնել, պետք է մարքեթինգային մտածել, գործողություններ անել, իսկ բիզնեսը գերադասում էր չանել այդ բանը, եթե ունի հասանելի շուկա, որտեղ այդ Ծիրանը լցնում էր կիլոյով, տոննայով կոնտեյներ, տանում էր այնտեղ, հանձնում էր եւ մեր Ծիրանը այնտեղ այո, որակով իմիջայլոց անգամ այդ պայմաններում մենք ավելի լավն էինք, քան թե մեր հիմնական մրցակիցները, բայց այդքանով եւ վերջ։ Իմ կարծիքով այսօրվա պայմաններում այդ ճիշտ բրենդավորումը, ճիշտ դիրքավորումը Ծիրանի, ես անգամ տենց շատ համարցակ, որի հետ լիքը մարդ համաձայն չէր իմիջայլոց, ես ասում եմ հայկական Ծիրանը պետք է վաճառվի հատով։ Ոնց որ վաճառվում են մի շարք ապրանքներ միջազգային շուկայում, մենք պետք է վաճառենք հատով։ Մենք պետք է վաճառենք միայն պրեմիում որակի Ծիրանը, մնացած ամբողջ Ծիրանները պետք է արգելվի դուրս բերել Հայաստանից, իրանք պետք է մտնեն եւ ձևավորեն ծիրանային արժեշղթան մեր երկրում, որտեղ պետք է սկսվի պրեմիում որակի Ծիրանից, հետո պետք է գան տարբեր տիպի ջեմերը, հյութերը, էսենցիաները, չորացված ծիրանները, այդ չորացված ծիրանից պատրաստված տարբեր տիպի կոնֆետները, մթերքները եւ վերջում պետք է գան արդեն ծիրանային էսենցիաները, ծիրանային յուղերը, որոնք պետք է վաճառվեն ֆարմային, պետք է վաճառվեն կոսմետոլոգիական ընկերություններին։ Մենք մի հատ մեծ արժեշղթա կարող ենք կառուցել հայկական ծիրանի վրա, ունենալով որպես մեր համար կարևորագույն պրեմիում պրոդուկտ եւ հիմնական դիրքավորման պրոդուկտը, դա հատով վաճառվող ծիրանն է, որպես ծիրան իր մայր օրանից։ Ու մենք այդտեղ ունենք մի քանի ֆակտորներ ենք լուծում, դա էլ է շատ կարևոր։ Մեր հիմնական մրցակիցները ունեն շատ ավելի երկար սեզոն։
ծիրանի բերքահավաքի եւ իրանք ավելի երկար են ներկա շուկայում, դա մեկ։ Երկրորդը իրանց ծավալները շատ ավելի մեծ են շուկայում։ Մենք չենք կարող մրցակցել ոչ թուրքական, ոչ ուզբեկական, ոչ իսպանական ծիրանների հետ, որտեղ իրանք եւ երկար ժամանակ են արկա շուկայում եւ այդ երկար ժամանակի մեջ շատ ավելի մեծ քանակ ունենք, սա առաջինը։ Երկրորդը մենք օբյեկտիվորեն ավելի քիչ մրցունակ ենք տրանսպորտային ծախսերով։ Երբ որ ինձ հասնում են, բա ինչպես պետք է արտահանվի ծիրանը, ես կարծում եմ ծիրանը Հայաստանից պետք է արտահանվի ավիափոխադրումների միջոցով։ Երբ կարողանա ավիափոխադրումների միջոցով արտահանվի, երբ որ դու իրան արտահանում ես հատով։ Կիլոյով արտահանման դեպքում ակնհայտ է, որ ավիափոխադրումների արժեքը չի կարող կոմպենսացնել այդ քո գինը, բայց երբ որ դու արտահանում ես հատով, դու ստանում ես հնարավորություն ավիափոխադրումների, ինչը ավելացնում է քո այսպես կոչված պոլկայի վրա ժամանակը։ Դու խնայում ես այդ ժամանակը, որը դու կորցնում ես ավտոմեքենայով փոխանցելու, դու այդ խնայում ես եւ քո մոտ ծիրանը հայտնվում է շատ ավելի երկար կարող է լինել։ Նաեւ ապրանքային տեսքով։ Իհարկե, ապրանքային տեսքով ավելի թարմ մնալու լիքը ֆակտորներ կան, որոնք այդ դեպքում լուծվում են։ Եթե դու ճիշտ դիրքավորում ես քո ծիրանը, եւ ամենակարևորը ծիրանի ինդուստրիան դառնում է շատ ավելի երկար։ Այդ value added պրոյեկտը դառնում է շատ ավելի մատչելի։ Իհարկե, սա ենթադրում է, որ պետությունը պետք է կայացնի շատ գուցեև որոշ դեպքերում ոչ պոպուլյար որոշումներ, հա, օրինակի համար արգելեի Հայաստանից ծիրանի արտահանումը քաշով։ 1. Ինչպես հիմա արդեն արգելված է, բայց ուրիշ։ Չէ, արգելված չի, անհնար է։ Հիմա 5 կիլոից ավել չեն թույլատրում։ Արգելվի օրինակ։ Երկրորդը արգելվի Հայաստանից հանել ծիրանը սա համապատասխան ստանդարտից որակական ցուցանիշներից դուրս։ Գրանցվի համապատասխան GI անվանումը կարանք հնարենք հայկական ծիրան եւ այլն, այդ ծիրանը։ Ասեմ, որ այնտենց չի, որ մենք ինչ որ հեծանիվ ենք հորինում։ Օրինակ ծիրանի ոլորտում կա Վեզուվի մոտի իտալական մի պրովինցիա, որը հրաբխի մոտ։ Այո, որը արտադրում է ծիրան եւ ինքը դիրքավորում է այդ ծիրանը որպես ունիկալ ծիրան, առանց ունենալու այն մեր հնարավորություն շանսը որ տրված է մեզ։ Ես կարծում եմ, ստեղ բավական մեծ աշխատանք կա, իհարկե էլ եմ ասում, սա տենց չի ընդունվի շատ հեշտ մեր ծիրան աճացնողների կողմից, մեր արտահանողների կողմից, որտեղ իրանք այսօր շատ կոնսերվատիվ են եւ իրանց ռացիոնալ որոշումների կայացման մեջ ասում են, ինչի մասին ես խոսում։ Ֆուրը գա, լցնի մեր բարձենք, ուղարկենք Ռոստովում, ընդ մեկը կընդունի, վերջում է հայտնվի ադրբեջանցիների կողմից կառավարվող շուկայում կվաճառվի, անունը կլինի հայկական ծիրան, միջալուց ասում են հայկական ծիրան, որտեղ որակով մեկ անավն է, լավ է վաճառվում, բայց մենք մրցում ենք ուզբեկական ծիրանի հետ հիմնականում եւ ասեմ, որ հայ արտադրողների մոտ ու արտանողների մոտ հիմնական մտահոգությունը ոնց անենք, որ ուզբեկական ծիրանի սեզոնը ու մեր սեզոնը իրար հետ չբռնի, որ մերը արագ սպառվի, որտեղ այնքան ժամանակ միջև հասնում է վերջնական շուկա եւ վաճառվում է այդ շուկայում, ժամկետը շատ կարճ է լինում եւ համապատասխանաբար այդ կարճ ժամկետում իրանք պետք է ամբողջը վաճառեն ու հետ գան։ Այս մոդելից մենք պետքա դուրս գանք եւ հեսա չի վերաբերում մենակ ծիրանին։ Մենք ընդհանրապես պետքա հասկանանք, որ մենք եթե մենք փորձելու ենք կրկնել մեր տասնամյակներով ձևավորված արտահանման պրոյեկտը, որը հիմնված էր լրիվ ուրիշ խաղի կանոնների, լրիվ ուրիշ շուկայի եւ լրիվ ուրիշ ապրանքատեսակի վրա, մենք լավագույն դեպքում կստանանք իրավիճակ, երբ որ այս բոլոր սուբսիդիաները, որոնք այսօր տալիս ենք արտահանողների համար, հենց որ դա կկտրվի, մենք էլի կվերադառնանք նրան։ Հետապես մեզ պետք է օգտվել այս հնարավորությունից, ոչ թե սուբսիդիաները տալ նրա համար, որ մենք շարունակենք անել այն ինչ որ միշտ արել ենք, այլ սուբսիդիաները տալ նրա համար, որ փոխվի բիզնես մոդելը, փոխվի մոտեցումները, թե ստանդարտների, թե մարքեթինգի, թե փոխադրման, թե շուկայավորման, թե շուկայի ծանոթացման, լիքը էլեմենտներ կան, որ մենք ընդհանրապես բաց ենք թողել։ Այո, այսքան երբ որ այսօր մեր ծիրանի հարցով զբաղվում է Մարտակոսը, չէ, եվրոպական բարձրագույն պաշտոնյաներից մեկը, առնվազն պետք էր այդ հնարավորությունը վաղուց օգտագործել, մանավանդ որ եվրոպական ձեռքը մեկնած մենք անդադ տեսնում ենք։ Ասեմ, որ Եվրոպայի համար էլ է շատ կարևոր
տեսնել փոփոխություններ։ Այո։ Խնդիրը ես խորին համոզմունք ունեմ, որ եվրոպացիները շատ լավ հասկանում են, որ այն կրակ մարելու միջոցները, որոնք այսօր օգնության ձեռքը մեկնում են մեր արտադրողներին, մեր պետությանը, եթե մենք իրան օգտագործելու ենք որպես եկեք sense դիմանանք միջև տեսնենք ինչ ա լինելու։ Մինչև հաջորդ հրդեհը, մինչև հաջորդ հրդեհը, դա տրամաբանության մեջ իրանց չի տեղավորվում։ Իրանք ասում են մենք պատրաստ ենք հրդեհը մարելու այս պահին ձեզ օգնել, բայց դու պետքա դրա դիմաց սկսես փոխվել։ Եթե դու պետք է շարունակես այդ հրդեհը մարես միջև մյուս հրդեհը, եւ եկեք դիմանանք այս տարի մի կերպ, գուցե մյուս տարի կբացվի ռուսական շուկան եւ մենք կկարողանանք էլի նույնը անել, ինչ որ արել ենք 10 տարի, այդ մոդելի մեջ մենք կկորցնենք վստահությունը։ Եվ մյուս անգամ հրդեհի ժամանակ մեզ չեն օգնի, որտեղ օգնում են նրան, ով որ հասկանում է, որ պետք է փոխվի։ Իսկ իմ խորին համոզմամբ մենք այդ ոնց ասեմ, ընկալումը խնդրի եւ ընկալումը անհրաժեշտությանը լրջագույն փոփոխությունների դեռ չկա եւ բիզնեսի մոտ եւ պետության մոտ։ Շատ լավ, բիզնեսը ինքնակատարելագործման իմաստով դուք օրինակ եք բերում վերջերս այդ նույն կորեական կամ, չգիտեմ, ճապոնական թեմաների մեջ այդ սերժանտի ֆենոմենը, հա, ու բնականաբար մենք Հայաստանում չունենք այդ սերժանտի ֆենոմենը, ժամանակներն են ուրիշ, նաև հիմնախնդիրներն են ուրիշ, բայց Հայաստանին այսօր տրված է դրա նման մի քանի գործիքներ։ Չէ, ես կարծում եմ մենք ունենք։ Մեր դեպքում սերժանտը ռուսական կառավարությունն է։ Հակառակ իմաստով։ Այո, հակառակ իմաստով։ Ոչ թե պոզիտիվ իմաստով, ինչպես դա գործել է Ճապոնիայում, Կորեայում եւ այլն, այլ հակառակ իմաստով։ Ինքը այսօր հստակ ցույց է տալիս պոտենցիալ ռիսկը եւ ռիսկը իրականացնում է։ Եվ հիմա ինչ եմ ասում, որ հիմա երևի եզակի հնարավորությունը պատուհան է, որտեղ մեր բիզնեսի կարողությունը հարմարվել եւ փոփոխվել, իսկ իրականում կարծում եմ մեր բիզնեսի եւ ընդհանրապես մեր ազգի կարևորագույն դարերով ձևավորված ունակությունների մեջ այդ իրավիճակին մաքսիմալ էֆեկտիվ հարմարվել, դա էլ նաև բացատրում է ինչ ենք մենք հարմարվել ռուսական շուկայում աշխատելուն, որտեղ մենք էլի հարմարվել էինք այն խաղի կանոններին, որոնք ընդեղից թելադրված են, եւ մենք մաքսիմալ էֆեկտիվ էինք օգտագործում։ Ուրիշ հարց է, որ դա չէր բերում մեր զարգացմանը, բայց մեր բիզնեսը բավական հաջողակ էր ռուսական։ Ընդ որում անգամ խորհրդային տարիներ։ Բոլոր եւ ոչ միայն խորհրդային տարիներ։ Ես կարող եմ թվեր ցույց տամ ձեզ, մենք արել ենք տենց հետազոտություն, որ իրականում մեր բոլոր սփյուռքը, սկսած Ավստրալիայից, Պարսկաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից իր միջին բարեկեցությունը մեր սփյուռքահայ ընտանիքների համեմատած իրանց շուրջ ապրող տեղական ազգերի, հա, բարձր է։ Ինչի հաշվին, որովհետև մենք կարողանում ենք շատ լավ հարմարվել խաղի կանոններին, ուրիշի կողմից տրված եւ մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել։ Հիմա ես ինչ եմ դա ասում, որտեղ ես կարծում եմ մեր բիզնեսի ունիկալ ունակություններից մեկն է շատ արագ տրանսֆորմացվել, հարմարվել նոր խաղի կանոններին։ Սենց հիմա մի քիչ շատ կոպիտ բան կասեմ, ամենամեծ ռիսկերից մեկն է այս պատոհանի փակման, որ մեկ էլ սահմանը բացվի։ Այս բaragայում կարելի ասել Աստված մի արասցե, սենց կարող է վատ հնչում, կարող է ինձ շատ մարդիկ չհասկանան, բայց ես կարծում եմ այս պատոհանը, երբ որ մենք ստիպված ենք փոխվել, կարող է շատ ավելի առողջարար լինի եւ շատ ավելի էֆեկտիվ լինի։ Ես օրինակ կարծում եմ, որ եթե այս վիճակը շարունակվի, հետագայում կանցնեն տարիներ, մենք երբ որ հետադարձ կնայենք, ակնհայտ կերևա, որ մեր տնտեսությունը շատ ավելի արագ ադապտացվեց նոր իրավիճակին, քան թե մի շարք այլ երկրներ, որոնք հայտնվել էին նմանատիպ վիճակում, օրինակ Մոլդովան, օրինակ Վրաստանը, որոնց նկատմամբ նույնպես կիրառվել էին այդ փակման սանկցիաների թույլ չտալու, շուկայից դուրս բերելու եւ այլն։ Ես կարծում եմ մեր տնտեսությունը շատ ավելի արագ կհարմարվի։ Եվ դրա համար եմ ես ասում, որ մեր մոտ սերժանտը այսօր ռուսական կառավարությունն է, որը ստիմուլ է ստեղծել
մոտիվացիա է ստեղծել, իրավիճակ է ստեղծել, երբ որ մեր բիզնեսը պետք է արագ հարմարվի։ Եվ մեծ հույսս դա է, բայց այստեղ իհարկե շատ կարևոր կլինի եւ շատ ավելի հեշտ կլինի այդ հարմարվելը, եթե մեր կառավարությունը համապատասխան գործիքներով այդ հարմարվելուն օգնի։ Ոչ թե ունենա կրակ մարողի տրամաբանություն, այլ հասկանա, որ մենք այստեղ հիմա այդ ադապտացիան, այդ փոփոխությունը շատ ավելի կարևոր է։ Ես ուզում եմ մի օրինակ բերեմ, վստահաբար դուք էլ այդ օրինակին համաձայն կլինեք, տասնյակ տարիներ շարունակ մեր գյուղատնտեսությունը տուժել է գարնանային կարկտահարությունից եւ ցրտահարությունից ու տասնյակ տարիներ բազմաթիվ ոլորտի գիտակ մարդիկ անդադ ասել են, որ այդ բաները հակակարկտային իբր կայանները, որոնք ուղղակի գազ են կրակում օդ, ոչ մի արդյունավետ չեն, օգուտ չեն տալիս, ու ամբողջ աշխարհը հենց այն ժամանակներից սկսած անցել էր այդ ցանցային հակակարկտային, նաև դա օգնում է ցրտահարության պարագայում, եւ այսքան տարի ուշացումից հետո հիմա մեր ժողովուրդը, եթե նայում ենք, համատարած արդեն անցել են այդ մեթոդին։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք ստեղ ունենք մի քանի ֆենոմեններ։ Ունենք ակնհայտորեն մեր գյուղատնտեսության մեջ, մեր գյուղատնտեսությունը ապրել է մի հատ տենց մեծ տրանսֆորմացիայի փուլ։ Գյուղատնտեսությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ զինվորական տեխնոլոգիաները, տանկեր, ինքնաթիռներ, քիմիական արտադրություն հայտնվեցին պահանջարկի վերացման մեջ, երբ որ վերջացավ երկրորդ համաշխարհային պատերազմը, դրա արդյունքում ամբողջ աշխարհում մեծ մասշտաբով սկսեց ընթանալ գյուղատնտեսության մեխանիզացիան, ավտոմատիզացիան, տրակտորներ, այդ տրակտորները նախկին տանկերն էին, հա, այդ process-ը շատ արագ գնաց եւ իրականում եղավ գյուղատնտեսության ոլորտում ամբողջ աշխարհում արտադրողականության կտրուկ աճ։ Դա էր նաեւ պատճառը, որ այդ տարիներին գնաց ակտիվ շարժ գյուղից դեպի քաղաքներ, դեպի ինդուստրիալիզացիա, սովետ ժամանակ կիրառեց պլանային տնտեսության մեջ պլանավորման մեթոդները, կվոտաները, ասեմ այդպես հետաքրքիր բան, մենք դեմոգրաֆիայի ռազմավարության մշակման ժամանակ բախվեցինք, այդ ժամանակ ձևավորվեց մի հատ հայտնի բառ, որը մենք մեր հասարակությունը շատ օգտագործում է, բայց չի իմանում դրա աղբյուրը։ Բոլորդ գիտեք այդ բառը, կասեմ հեսա կհասկանաք, գեղացի։ Գեղացի բառը ձևավորվեց այդ ժամանակ, որտեվ այն գյուղից դուրս եկող բնակչությանը, որը սովետը տեղափոխում էր քաղաքներ, քաղաքային բնակչությունը սկսեց անվանել ոչ թե գյուղացի, այլ գեղացի։ Եվ այդ ժամանակ սկսեց ձևավորվել այդ բեսեդկաների ֆենոմենը, բարձրակ շենքերի միջև առաջի հարկերը սկսեցին այգիներ իրանց տան դիմացը սարքել, բոստանները, այդ տրանսֆորմացիայի շրջանն էր, որը եղավ։ Այդ արտադրողականության աճը բավական կտրուկ փոփոխություն էր գյուղատնտեսությունում եւ գյուղատնտեսության մեջ զբաղվածության կտրուկ նվազում եղավ։ Երբ որ մենք եկանք անցումային փուլի 90-ականների սկիզբ, ինչ կատարվեց։ Հիմնական հարվածը ստացան ինդուստրիալ պրոյեկտները, կոլխոզները, այսպես ասած, ոչ թե հենց ինդուստրիալ, արդյունաբերական ոլորտը, որը կապված էր իր արտադրական ցիկլներով տարբեր երկրների հետ, եւ երբ որ ձևավորվեցին երկրները, այդտեղ եղավ հիմնական ճգնաժամը եղավ, եւ մարդիկ բնազդով սկսեցին հետ գնալ դեպի գյուղատնտեսություն, որտեղ գյուղատնտեսությունը թույլ էր տալի գոնե սովից չմեռնել, ասենց ասեմ։ Եվ մենք ունեցանք կտրուկ աճ զբաղվածությամբ գյուղատնտեսության ոլորտում եւ կտրուկ դեգրադացիա գյուղատնտեսությունում կիրառվող տեխնոլոգիաների, տրակտորների, ավտոմատիզացիայի, թունաքիմիկատների, իրիգացիայի, մենք այդ ժամանակ գյուղատնտեսությունը շատ ավելի տրադիցիոն ոլորտի գնաց։ Հետագայում զարգացման հետ մեկտեղ գյուղատնտեսությունում սկսեցին ձևավորվել շատ ավելի ինդուստրիալ տիպի պրոյեկտներ, մանավանդ պետությունն էլ դրան միջամտեց, ֆինանսավորելով տարբեր տիպի ինդուստրիալ այգիներ, ջերմոցներ, եւ այդ պայմաններում ասեմ, որ վերջի 10 տարիների ընթացքում այդ հետազոտությունը մենք արել ենք զբաղվածության ռազմավարության մշակման ժամանակ, գյուղատնտեսությունից դուրս եկա մոտավորապես մոտ 120,000 մարդիկ, որոնք նախկինում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, վերջի 10 տարվա ընթացքում դուրս եկան գյուղատնտեսությունից, որովհետև իրանք էլ չէին կարող մրցունակ
գյուղատնտեսական արտադրանք տային։ Իրանք հետո դրանցից բավական զգալի մասը կեսից ավելին արտագաղթեց աշխատանքային միգրացիայի տեսքով խոպանի այսպես կոչված դեպի Ռուսաստան, մի մասը եկավ դեպի շինարարություն, ծառայությունների ոլորտ, եւ բոլորս մենք այդ տեսնում ենք, հա, դուք հաճախակի նստում եք տաքսի, Երևանում ասում եք, եթե կարելի է Սայաթնովա փողոց, ասում եղբայր ցույց տու ինձ ոնց գնամ։ Այդ մարդիկ են, որոնք գյուղում աշխատելով չկարողացան ապահովել մինիմալ կենսամակարդակի ցուցանիշը մրցունակության պահով, դրա համար սկսեցին տեղափոխվել քաղաք։ Մեր բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ մենք գյուղատնտեսությունից եւս մի 100,000 մարդ դուրս է գալու, որովհետեւ մեր գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը անհամաչափ է մեր տնտեսության չափերի հետ։ Մենք պետք է ունենանք շատ ավելի փոքր գյուղատնտեսությամբ զբաղվածություն, բայց շատ ավելի մեծ արտադրողականություն։ Հիմա մենք այդ process-ի մեջ ենք, հա, եւ այդ process-ի մեջ շատ կարեւոր է հասկանալ, որ գյուղատնտեսությունը չի կարող մնալ այն նույն մոդելի մեջ, ինչպիսին ինքը եղել է 10 տարի առաջ։ Ինքը փոխվում է, եւ երբ որ փոխվում է, մենք սկսում ենք մտահոգվել, ոնց ավելացնենք արտադրողականությունը։ Օրինակ, այդ հարկակտային ցանցերի լուծումը ինքը արտադրողականության ավելացում է, որտեղ դու նվազեցնում ես կորուստը եւ նվազեցնում ես ռիսկերը։ Եվ այդ process-ը շատ արագ է գնալու եւ իրականում կարծում եմ մենք ստեղ խնդիր ունենք գյուղատնտեսությունում շատ ավելի մեծ շեշտադրում անել արտադրողականության որակի ավելացված արժեքի վրա։ Մեր գյուղատնտեսությունը պետք է կառուցված լինի ոչ թե քանակի վրա, այլ պետք է կառուցված լինի որակական ցուցանիշների վրա։ Եվ բրենդավորումը դրա մասն է կազմում, հա։ Ծիրանի դեպքում մենք կարողանում ենք հստակ բրենդավորենք, բայց մենք կարող ենք նաև այլ ապրանքներ ճիշտ բրենդավորենք։ Պետք է հասկանալ մենք ինչպիսի դիրքավորում ունենք։ Բայց կարևորը նա է, որ մենք խնդիր ունենք ինտենսիվ գյուղատնտեսության, ինդուստրիալ գյուղատնտեսության, մրցունակ գյուղատնտեսության։ Այն ինչ որ այսօր կատարվում է մեր գյուղերում, որը էլ ավելի բարդացված է մեր տենց մեծ ցանկությամբ լինել առաջամարտիկը հողի սեփականաշնորհման ժամանակ, եթե դուք գիտեք, ամբողջ արևելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը առաջինն է իրականացրեց հողի սեփականաշնորհումը եւ այդ շոկային թերապիայի էլեմենտներից մեկն էր հողի սեփականաշնորհումը, պետությունը ոնց որ թե սեփականաշնորհեցավ, ասեց գնացեք ինչ ուզում եք արեք, այս քո եւ ամբողջ ֆոնդի կեսը այսօր չի եւ արդյունքում ձևավորվեցին շատ փոքր հողակտորներ, ինդուստրիալ գյուղատնտեսության ոչ հարմար եւ այդ ռեսուրսների զգալի մասը, որոշ տեղեր կան, որ ոչ թե 50, այլ 80%-ը ինքը չի օգտագործում այսօր։ Հետապես մենք ստեղ ունենք խնդիր հասկանալու, որ էլի վերադառնալ նույն պրոյեկտին, շարունակել աճացնել նույն մշակաբույսերը, նույն տեխնոլոգիա, ոնց որ մենք արել ենք դա 10 տարի, մենք չենք կարող մրցունակ լինենք։ Մենք պետք է կենտրոնանանք ավելացված արժեք ստեղծելու, որակի, ստանդարտների, մեխանիզացիայի, իրիգացիայի, ճիշտ մաների, կաթիլային ոռոգման ահրելի մեծ քանակ միջոցների կան, որոնք պետք է իրականացվեն։ Եվ կարծում եմ սա այն պետք է դառնա մեր ընդհանրապես ոչ միայն գյուղատնտեսության, ընդհանրապես մեր տնտեսական քաղաքականության հիմքում պետք է լինի արտադրողականությունը։ Մենք պետք է հասկանանք, որ մենք այլընտրանք արտադրողականության աճի չունենք։ Մենք ունենք 2 րոպե ժամանակ եւ վերջում ես միանշանակ համաձայն լինելով ձեր ասած բոլոր դրույթների հետ, բայց այստեղ մի ուրիշ հակասություն էլ կա։ Ամբողջ աշխարհում հիմա փորձում են ձգտել դեպի տնայնագործական, էկոլոգիական, այսպես այսինչ աճ ափին աճեցված խնձորի, չգիտեմ, բայց չենք ավելացված արժեք է։ Դա ավելացված արժեքի բարձրացում է։ Ավելացված արժեքը կարելի է բարձրացնել բրենդավորումով, դա բրենդավորում է։ Հա? Դա աճացվել է այսինչ գյուղում, այսինչ մարդու տնտեսությունը կարա մնա այս պարագայում, բայց ինքը պետք է ճիշտ ուրեմն բրենդավորվի, ճիշտ մարքեթինգ պետք է անի։ Պետք է դու ցույց տաս այդ տատիկին, որը հավաքում է այդ բույսը, դու պետք է ցույց տաս, թե ոնց է ինքը եփել, դու պետք է ցույց տաս, որ ինքը օրգանական է, որ ընդդեմ սա գավառի ավելուկն է։ Էդ էլ է բրենդավորում, էդ էլ է ավելացված արժեք։ Ավելացված արժեքը չի նշանակում, որ միայն բաներով ինդուստրիալ արտադրություն պետք է լինի։ Դու կարող ես բրենդավորես եւ ամենաէլեմենտար ապրանքը դու կարող ես այնպես բրենդավորես, որ ինքը ավելացված արժեքը կտրուկ կբարձրանա, բայց խնդիրը այն է, որ կենտրոնացումը պետք է լինի ավելացված արժեք ստեղծելու մեջ, այլ ոչ թե
այդ բանը ավելուկը աճացնելու մեջ։ Խնդիրը ոչ թե ավելուկ աճացնելն է, խնդիրը այդ ավելուկը վաճառքի մեջ ամենամաքսիմալ գին նիշը ապահովելն է, իհարկե, որտեղ եթե դու պետք է փորձես գնաս ավելուկի շուկայում մրցես մասսայական ավելուկ արտադրող ինդուստրիալ գյուղատնտեսության հետ, լատինոամերիկյան պարտված ես ի սկզբանե կարաս էլ չմտածես դրա մասին, երբեք չես կարողանալու մրցես, բայց եթե դու գնաս այդ դրա կողքը, ասես ես ունեմ ավելուկ, որը արտադրվել է այսինչ ունիկալ տեղը, այսինչ սարի, այսինչ մարդու կողմից, օրգանական է, ոչի բան չի, դու կարող ես քո ավելուկը վաճառես 3 անգամ ավելի թանկ, քան թե այն ավելուկը, որը ինդուստրիալ է, որովհետև դու պատմություն ունես, որ սա մեր տեստա մեր հմտությունների վրա, մեր ադապտիվի վրա, որը ասեմ իմ ամենամեծ ինչն է իմ հույսս հիմա, որ մենք նմանատիպ պահանջարկ չենք ունեցել։ Մենք միշտ գործել ենք այն շուկայում, որ առաջարկի համապատասխան, այսպես, հա։ Առաջարկը ուզեցել է ավելուկ, ոչ մի պատմություն իրան չի հետաքրքրել այդ ավելուկի հետևը, մենք տվել ենք ավելուկ, չենք մտածել, որ կարելի է այդ ավելուկի գինը բարձրացնել։ Ավելուկը, ուրեմն ավելուկը գնաց։ Եվ վերջում մի բան էլ կարճ պատասխան ակնկալելով իհարկե, մենք շատ հմուտ ենք, շատ ճկուն ենք, օրինակներն էլ բերեցիք Սփյուռքով, Հայաստանով, ամեն ինչով, մենք մտածված չենք ծախսում, չեք կարծում։ Ակնհայտ, գիտեք ինչի։ Մսխելը շատ է, էլի, ասենք, որ օրինակ եք բերում, ասենք Գլենդելի փողոցում մեկը հաջողակ պուճուրիկ բիզնես ունի, հեչ կարիք չունի ամենաթանկ մեքենան առնելու, հա, բայց չէ, այստեղ շատ կարևոր է դա հասկանալ, որտեղ մենք իրականում մսխելու հարցը չի։ Քանի որ մենք երկար չենք խաղում, ու դա մեզ դարերով է եղել։ Երբ որ դու միշտ գտնվել ես տարբեր կայսրությունների ներքո, երբ որ քեզնից կախված չի եղել քո ապագան, ինչ որ մարդիկ քո փոխարեն որոշումներ են կայացրել, ինչպիսին կլինի քո վաղվա օրը, դու միշտ խաղացել ես կարճ։ Եվ եթե դու կարճ ես խաղում, մի փոքր փող ա լինում ձեռքը։ Քանի կա։ Հա, քանի կա, լավ մեքենա էլ կունենամ, լավ, վաղը չի լինի, դե չի լինի։ Այդ տրամաբանությունը ես կարծում եմ, երևի թե մեր մոտ ունիկալ հնարավորություն է այսօր, որ մենք սկսենք հասկանանք, որ մեր վաղվա օրը առաջին հերթին կախված է մեզնից։ Երբ որ դու սկսում ես դա հասկանալ, սկսում ես հասկանալ, որ դու երկար պետք է մտածես։ Եվ գուցե այսօր դու քշես ոչ թե Rolls-Royce, այլ քշես Hyundai կամ Kia քշես, որ դու կարողանաս վաղը չեմյուս օրը ոչ թե Rolls-Royce քշես, այլ քշես, չգիտեմ, Lamborghini կամ այդ տրամաբանությունը ձևավորվում ամենակ այն ժամանակ, երբ որ դու դառնում ես տեր քո ապագային, երբ որ դու միշտ ստրուկ ես, դու չես պլանավորում։ Բարձու աշխատող, մեղմ ասած։ Աշխատող, որը չի որոշում իր վաղվա ապագան։ Եվ այստեղ էլ եմ ասում, իմ կարծիքով դա մեղադրելու չի մարդկանց։ Դա խորքային, սոցիալ մշակութային խնդիրներ են եւ խնդիրները, որոնք ոչ թե ձևավորվել են վերջի 30-70 տարիների առաջ, դարերով է եկել։ Եվ այդ դարերից հետո մեր հնարավորությունը տեր լինել սեփական ապագային, սեփական պետությանը, ինքը մենք նոր ենք սովորում։ Եվ ասեմ ձեզ, դա էլ է շատ կարևոր, իմ կարծիքով մենք շատ արագ ենք սովորում, անգամ դա ենք մենք արագ սովորում։ Մենք սկսել ենք շատ արագ եւ այսօրվա այն փոփոխությունները, որոնք մենք այսօր տնտեսության մեջ տեսնում ենք, իրանց արագությունը շատ զարմանալի է։ Ես իրականում կարծում եմ, որ մենք հիմա գտնվում ենք երևի մեր լավագույն ժամանակահատվածներից մեկում։ Այսպես որ գնա կգա մեր ոսկե դարը։ Ես մեծ հույս ունեմ, ինչպես դա եղել է սերժանտների ազդեցության տակ տարբեր երկրներում, իդեմս Կորեայի, Ճապոնիայի, տարբեր երկրներում, այդ Գերմանիայի, երբ որ իրանք այդ կրիտիկական իրավիճակում մեկ էլ սկսել են հայտնաբերել լրիվ նոր իրականություն, ես կարծում եմ մենք հիմա սկսել ենք նոր հասկանալ, որ մենք ենք տերը մեր վաղվա օրվան։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրներ Ամերիա խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Ամենայն բարիք է։